Այն ավտոն, որ ասում է ես էր, այդ տարի են կարել, մոզեկը ծախել են կարել։ Տարվա եկամուտն է, ինչ գնացել ենք սարը։ Բան իրա կարակ, ինչ որ էլի սախ, ինչ աշխատել ենք։ Բա ինչի հենց այս մեքենան ուզեցիք, ով ընտրել։ Այդտեղ ես ընտրել ես մեքենան, իմը բացի ՈՒԱԶ-ը ես ուրիշ ավտո չեմ սիրում։ Իմը Վիլիսն ա, ես սրանց հետ գործ չունեմ։ Մարցեցի Վարդանը վռազում է 1000 ու մի գործ թողած, ինչպես ինքն է ասում, մեր խելքին է ընկել ու իր տնտեսության գործերը ետ են ընկել։ Մտքում ժամերն է հաշվում, որ մի ոտ շուտ իքատակ կոչվող հանդամաս հասնի։ Տարվա այս շրջանում անասունների մի մասը թողել է իքատակ ձմեռանոցում, մի մասն էլ կնոջ հետ գյուղ է բերել։ Մի խոսքով ապրելու համար իքատակ մարդ վազքուղի է դուրս եկել, հետ ընկնելու միտք էլ չունի։ Ինչպես ունենա, երբ պետապլուստից զգալի եկամուտներ է տեսնում։ Վերջերս գնված Porsche Magnus-ի մեքենան էլ ասվածի լավագույն վկան է։ Դե որ պետք է լավ, օրինակ քաղաք գնալիս եմ քշանի լիսը մի քիչ չինացել, հա։ Այդտեղ քշեմ, ինչ քշենք։ Այս քաղաքի ավտոն է, այն։ Հա, այն սարերինն է։ Բայց մի քիչ շատ է, էլի բենզին վառում շատ։ Ծախսատար է։ Հա։ 4-անոց մոտորա 480։ Գյուղը մարդը անփոխարինելի է, այնքան որ դեռ սովետի տարիներին մի փեշ փող ռոճիկով չմնաց քաղաքում։ Գյուղից էլ կին առավ ու իր հայրական խրճիթը այդպես էլ չթողեց։ Ամուսիններով աշխատեցին, արարեցին ու այսօր արդեն մեծ ապրուստի տեր են դարձել։ Ապրուստ, որ իրենց համար լիքը անասնագոմի տեսք ունի։ Էս է գոբը, կովերը որ կապած են։ Երկու ռիադից էս է։ Մեկ էլ հաջորդ գոմն է էլի կպած իրար։ Այդտեղ քանի կով եք տեղավորում հիմա։ Այստեղ 10 հատ էլի ամեն գոմը։ Դո ինչ գուլո, եսիմ ինչ, կղտար, ջեյրան, հակա էլի խելացին ենա, որ շատ կաց տան։ Տալիս են իսկ։ Հա, ոչինչ, դե մի առայժմ այստեղ չեն ծնե, բայց այսօր կսկսեն ծնել։ Վարդանի ունեցվածքը թվարկելու համար ձեռքի մատերը երևի թե հերիք չլինեն։ 20 տարվա ընթացքում Սարի, Հանդ ու Չոլի, Արև անձրևին սիրտ, ոտք ու ձեռքեր մաշեցնելու արդյունքում գյուղում այսօր մատով ցույց տվողի տուն ու տնտեսություն ունի։ Գյուղատնտեսական նշանակության մեքենաների պարկը օր-օրի ոչ թե պակասում, այլ ավելանում է։ Այս տրակտորներն հա, այս նոր են կարեսրանով գոտն ենք հավաքում, նորմալ վիճակում հա, են ընդեղ էլ ունենք տրակտոր են էլ հնձողն հա, այս հա, այս իմ ՈՒԱԶ-ն հա, ահագին հինացել արդեն, այս 66-ները նոր ենք հավաքում, ռեմոնտ ենք անում, այս է տուկ կապելունն հա, պրեսն սա հա, այդ Ֆորդն հա։ Տարվա մեջ 12 ամիս Վարդանը Սարերում է լինում։ Այսօր ասում է պարզապես մեր բախտը բերեց մի քանի ժամով գյուղեր եկել, սիրելի կնոջը Անուշին, երեխաներին ու թոռներին տեսնելու։ Ամուսիններով մեկը մեկին լրացնելով, օգնելով առանց տրտնջալու մեծ տնտեսություն են վարում։ Բնության արջի ու գայլի հետ են կռիվ տալիս, կարկուտի ու անձրևի տակ մնում։ Դժվար է ասում են, բայց իրենց իմացածն ու գիտեցածը սա է։ Ասում են, բայց դե դիմանալու է։ Այն հիմնականը մեր անասուններից ենք ստեղծում, ինչ ստեղծում ենք, թե տան համար, թե ընդեղան համար, թե ամենը չի։ Այս տրանսպորտն ենք, սաղ տրակտորներ են կարել, ավտոյենք են կարել, սաղ լրիվ անասուններից է։ Այդ բոլոր լրիվ անասուններից է, ոչ մի վարկ, ոչ մի բան էլ չենք վերցրել։ Միշտ ամեն տարի վարկ էի վերցնում, բայց արդեն էլ չենք վերցնում։ Ինչ փոխվեց։ Վարկն էլ անկախ ինձանի վեր ունեի, թե չետքան պետք չէր գալիս, որ էլ ենա սեզոնը երկնում էի վերցնում։ 14,000 $14,000 ենք տվել այդ ավտոյին, ընդամենը մնացել ենք 300,000 դրամ տալու։ Դե բաներ են կարել, ապրել ենք, երեխեք հիմա դպրոցի շորեր մեզ մար, սնունդ են կարել, ով մենակ ավտոն չի, դե ուզում եմ ասեմ, մենակ ես էտ եմ ասեմ, որ էտ ենք տեխնիկ առել, մնացածը պարկաստու։
Ես մարապրեմ ենք են։ Երեխաներին հավասարության սկզբունքով տեղավորել բոլորին տնով տեղով ապահովել են։ Հիմա հանգիստ են, լավ են ու երջանիկ։ Տիկին Անուշը ասում է տան հարցի հետ ծրագրել գծագրել են, որ այս տարի էլ գյուղի տունն ու Հանդամասի Փայտաշեն կացարանը պետք է նոր շունչ ու շուք հաղորդեն, խելքի բերեն։ Իրենք հարս ու կեսուր էսքիզ, նախագիծ նախահաշիվ են արել ու հանձնել շին բրիգադին, ասել է տան տղամարդկանց, բայց դե ինչպես ասում են, վերջին խոսքը տան տղամարդունն է։ Հիմա սպասում են նրա հաստատմանը։ Ամեն ինչ անովի, անլուծելի բան չկա, միայն թե առողջություն լինի, ձեռքի ու ոտքի ուժը չպակասի, տունն էլ կնորոգվի, ձմեռանոցի կացարանն էլ, դժվար առողջությունն է, համ պիտի աշխատել, համ առողջությունը հետևալ։ Այնքան դիտեք տուֆ ենք զարգացնել, արդեն ֆունդամենտը արած է, այդ օդեն էլ պետք է տուֆով պատենք։ Հարմարություն եք ստեղծում ձեզ համար։ Հա, ուրեմն մենք տաքելի էլի։ Առողջությունն է ուստա այդ տունը վերանորոգենք։ Էտա մնացել։ Հա, ոնց որ չափաններն անենք, մեկ էլ դուրը վերանորոգենք այդ։ Մեկ էլ Սատայելի քանդել ենք։ Բաղնիկ զուգան սարքենք, այդ է մեր պլանները ոնց որ։ Տան վերանորոգում։ Այս ամեն ինչը գուցե այսպիսին չլիներ, եթե ամուսիններով խելամիտ գյուղատնտեսությամբ չզբաղվեին։ Չեն հիշում գոնե մեկ օր, որ իրենց խոսքով լոդրություն արած լինեն ու կաթը կաթ հավաքող մեքենային հանձնած լինեն։ Չէ, փոխարենը շատ են չարչարվում, երկուսով հավասարապես կաթը մշակում, պանիր, թելպանիր, կարագ մոթալանում ու լավ գներով էլ վաճառում։ Օգուտը տեսանելի, ստեղծածը զգալի։ Կաթը դե սարմել ենք, կարագ ենք անում, մոթալ ենք անում, հորած պանիրն է։ Այդ տանը մենք լրիվ դրա ծախան բացի մեր ուտելունը, դե մեզ մար վերցնում ենք, մնացածը ծախում ենք, ու մենք կլենտի ման չենք գալի, մեզանից իրանք են ուզում, հլա շատ վաղթերի կա հասցնում է չենք տանք ենքան ուզողներ կա, կարակն էլ, պանիրն էլ, ամեն իշն էլ, մենք մեզ դրանով ենք, քաղաք ենք տանում, մենք ենք տանում, հա, այնա հավաքվում է, զանգում ենք, որ բերում ենք, իրանք արդեն նախորոք պատվեր տված են, հլում տանում ենք տանի։ Իսկ գներից գոհ եք, նորմալ գներով։ Հա, չնայած դե մի փողը, էլ են փողը չի, բայց համեմատած լավ է, ոչինչ է։ Կաթը ինչ կին ունի, որ 120 դրամով կաթվեն, ոյրակ այդել են առաջարկել, 120 դրամով չենք տվել։ 120 դրամով ինչ կարանք առնենք։ Սարքում ենք օրինակ խոսք այդ բաների մնացորդից, կարագի մնացորդից բան, դրա մնացորդը, որ պետք է դենա թափենք, դրանով էլ խոզենք պահում, բանենք պահում, ավելի առասկերը մի քիչ տալով են։ Մեր տարի մենք այդքան կող ունենք, մի հատ էլ ենք առել։ Կողա դուրներս եկել առել ենք կամ այդտեղ այն չատակելի հարևան ունենք, նրանք էլ են մի 4-5 հատ առել են, բայց մեր հարևանը առել է, ունեն, բայց էլի առնում են։ Չէ, ոչ Վարդանը, ոչ էլ Անուշը առանց գյուղի ու սարի կյանք չունեն։ Կյանքն էլ մի տեսակ անիմաստ ու անգույն կլիներ նրանց համար։ Էդ հիմա է, որ Անուշը ընդամենը 2 ամսով ամուսնուն մեր մեջ ասած մենակ է թողել գյուղ բարձրացել։ Բայց եկել չի եկել, օրերն է հաշվում, որ ձմռան է սյունառատ, ամիսները շուտ վերջանա, էլի ձմեռանոց իջնի։ Համ կարոտում է, համ էլ մեղքն է գալիս։ Էնտեղ մնացած հատուկ են հարևաններին։ Մարցի բնակիչների համար սարը մեծ հասկացողություն ունի։ Հա, ամռան մի քանի ամիս է հեռավոր սարեր են բարձրանում, իսկ մնացյալ ամիսներին իքատակ կոչվող Հանդամասում են լինում, որը նրանց համար ավելի շատ ձմեռանոց է։ Վերջինս գյուղից հեռու չէ, ինչպես իրենք են ասում, մի ոտքները Հանդամասում է, մի ոտքներն էլ գյուղում։ Մենակ թե նեղ են, որ կառավարությունը գնալով իրենց գործն է բարդացնում։ Առաջները, որ այսօր խոս բանը կար սովետի ժամանակ, այս հողերին էլ էին լավ նայան, պարարտանութներ էին տալիս, բան էին տալիս, իսկ հմի սաղ հեսնայես թողարած է։ Հմիկ մարդ, եթե ուսում է մի հատ անասուն մորթի համա, էտ էլ է, պետք է գնա թուղ բոյնը տանի, բոյնը ինչ են ասում, հայեսի ինչ են ասում, բայց չի մարդ ենց էլնի, ընչով են ինձ օգնել, որ ես տանեմ իրանց մար, այդ փողը աշխատեն իրանք։ Իրանք տեն մեզ օգնիլ է, մենք չտենք իրանց օգնիլ։ Չունենք, հմինոր սարքը։ Ոստեղ էլ չունենք, հա։ Ես մեր ներքև այդ գարաժ ունենք տսերի մոստի մոտ։ Այդտեղ ուզում են սարքել։ Մի 30,000 ավտոբուսի, իրանք այդ մորթերով մի 10 իրանք ուզեն, վրիցը կտրում են, հետնել
Ինչ են ասում, այդ 9-րդ ձևա, 5-րդ ձևա, 5-րդ։ մի 5-10,000 դրամ էլ այդ կնի, ինչ մնացել անասում կա, որ էլի շտես ունենալ։ Բայց առաջներ են տանում մենք խոսքի մենք կանգնում մեր նոր տարու են լավ ծախվելու բանի վախտերը մենք տանում ենք մեր ապրանքից եկամուտ, մեր ձեռով ծախում ենք, համառնողներ գոհոլը, մի բան ավելով ենք տալի, իրանց ուզած ձև ենք տալի, մենք ենք գոհոլը։ Ժամանակներ էին եկան ու անցան, միայն թե ամուսինները ցավում են, որ այդ ժամանակները մի տեսակ երանությամբ են հիշում։ Իրենք հո անասնապահ չեն ծնվել, կյանքի պարտադրանքով են անասնապահ դարձել, որովհետև այլ անելիք չեն ունեցել, ընտրության հնարավորություն եւս չեն ունեցել, ընտանիք պահելու, հաց ստեղծելու խնդիր են ունեցել, ուզած-չուզած մի ողջ կյանք այդ սարերին են տվել։ Ժարկը հիշեք, հասարակ մեր Վանաձորը կամ էս Թումանյանը այնքան զավոդներ կար, այս գեղի մարդիկ լավ գնում էին աշխատել։ Բայց մի հետ չկա, մենակ մնացել եմ 2 պամիդոր ունեն, 2 խնձոր ունեն, բազարը նստեն, դրանով աշխատեն։ Ուրիշ վարիանտ չկա, այդ էլ պետք անեն, չի խանգարում, բայց առաջվա պես չէ լիմի։ Վախտավ են տեղ մի կիրովական տենց գործարան չկար, որ սաղ Ռուսաստանին արտասահմանին ապահովում էր, 100 ձևի գործարանի կար։ Հիմի չկա դժար ապրել, 100 հատ գործարան կար, մորթու մուշտակի գործարան կար, ավտոգերմաշ կար մեր ծավոտ, չկար։ Վերջին ժամանակների չակերտավոր բարեփոխումների հետ էլ ամուսինները այդքան էլ հաս չեն։ Հիմի կերտվեր են բանա, կանխիկ մի վեր կա, մեծ, անկանխիկ, դանով փող են ավելացնում։ Բայց պետք է երեխուսմա մի բան առնեմ, որ դա խանութ եմ չիլեմ, քարտով չիլնեմ, բա ոնց առնեմ։ Կամ հենց իմանաք մի կարամ եմ 2 տարուց հետո էլ չեմ կարամ շարժեմ։ Հետո իմ ուր ուզում ես գնա, քարտա, որ ուզում ես առևտուրանս չիմ դժգոհեմ։ Հիմի այս երկուս թորանս ծնունդներ, որ չեմ ես փողերել են, քարտը չերել, կարամ քարտը ծնունդին տամ ասեմ վեր կար, բայց որ մի 5,000 դրամ, 10,000 դամերել էր, մի շոր կարնեի կտեի, կամ մի 5,000 դրամ կտեի, կասի չուզում ես առ։ Հացը մեր փռի թխած։ Փռով եք թխում, կինան։ Հա, մենք ունենք փող։ Հա, իրենք չարչարվում են, որ մի բանի տեր դառնան, բայց ցավոք այդ չարչարանքից գյուղի երիտասարդները փախչում են, ձգտելով ավելի հեշտ ու հանգիստ կյանքի, ասում են ամուսինները։ Ամեն դեպքում Ժրաջան ամուսինները անverջ տրտնջացողներից չեն։ Հա, բաներ կան, որ իրենց սրտով չի, բայց ինչպես իրենք են ասում, փորձում են չխորանալ, հանգիստ, խաղաղ, իրենց շառը քաշած կյանք ապրել, որովհետև իրենցը էդ է ու սիրով անում են։ Բազուկներն էլ դեռ տեղն է, հեշտ ու դժվար չի հարցնում։ Ամեն գործ ձեռնարկում են ու հաջողության հասնում, վայելում իրենց աշխատանքի պտուղները։ Չի ողի այս։ Այս ծիրանիա, այդ որ կա պետք է քաշեք խնձորիա։ Իսկ թնդությունը քանիսի վրա պիտի լինի։ Էդե մի 62 բրախն ենք, որ 60 դառնա էլի գոնե թունդա մի քիչ, բայց լավն ալամ էլի թունդա։ Ձեր քաշած օղին իսկ տրամադրությունա բարձրացնում։ Բա շատ։ Փորձեցեք կտենակ։ Սա է իրենց կյանքը, ինչքան էլ դժվար է, նույնքան էլ հաճելի է, շտապելով անշտապ, խաղաղ ու եռանդուն, բայց հեռու քաղաքի աղմուկ աղաղակից։ Իսկ նրանց բացվող յուրաքանչյուր սեղան առաջին հերթին աշխատանքի մասին է, բարձրացված յուրաքանչյուր բաժակ խաղաղության։ Ընդհանրապես առավոտը որ հաց ենք ուտում, մի բաժակ հետը խմում ենք, որ ախորժակներուց բացվի, որ աշխատենք էլի աշխատանքին դիմանանք, էլի, բայց Ես խմում եմ մեր ես սենց նստածներից մար, ես թորներից ծես մար, արծի մար, թող աշխարհին խաղաղությունը լի, նման բաներ շատել են, մենակ խաղաղությունը լի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Մարցից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։